Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, մենք եթերում ենք, շարունակում ենք մեր ընթացքը, բազմիցս մենք նշել ենք, որ մենք ընդունում ենք, հարգում ենք եւ սիրում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր հյուրի կարգավիճակով մեզ մոտ լինում են տաղավարում։ Բայց կան մարդիկ, ովքեր ի սկզբանե, հենց սկզբում գալիս են, նստում են մեր ամենասիրելի բազմոցին ու միանգամից մեր տաղավարը լցվում է ժպիտով ու լավ էներգիայով։ Դա կարծում եմ մարդուն տրված այն ներաշխարհն է, որ մենք զգում ենք ու վայելում ենք։ Ահա այսպիսի զգացողություններ մենք ունեցանք, երբ մեր հյուրը եկավ մեր տաղավար, նա արդեն նստած է բազմոցին, ներկայացնեմ նրան Հայաստանի նկարիչների միության նախագահ, գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանն է տաղավարում։ Ողջույն սիրելի Սուրեն, պարոն Սաֆարյան, ինչպե՞ս եք։ Եվ Սուրեն ավելի անմիջական զրույց ունենալու համար։ Ձեր թույլտվությամբ իհարկե։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ։ Առավոտը լավ դիմավորեցիք։ Այո։ Շատ լավ, ուրախ ենք։ Հետաքրքիր է գեղանկարիչների եւ առհասարակ արվեստագետների մոտ առավոտը ինչպես է սկսվում։ Օրինակ, հենց գեղանկարչի մոտ արտանում է, պատուհանից նայում է, այդ դեպքում դուք, պարոն Սաֆարյան։ Հստակ ուրիշ հայացքով եք, չէ՞։ Այո, ասենց վրձնահարվածների ինչ որ հայացքով նայում եք, տեսնում եք բնության գեղեցկությունը առավել քան մենք, որ միանշանակ զարթնելուն պես նայում ես պատուհանից եւ ինչ տրամադրություն էլ որ ունենա բնությունը, դա շատ հետաքրքիր է եւ լցվում ես այն էներգիայով եւ այն մաքուր օդով, որը արկա է առավոտյան։ Շատ շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօր պարոն Սաֆարյանի հետ խոսելու ենք մի հետաքրքիր ցուցահանդեսի մասին, որը բացվել է Նկարիչների միությունում մարտի 18-ին եւ մինչեւ վաղը ներառյալ հնարավորություն ունեք այցելելու։ Կոչվում է Թատրոն, կինո, հեռուստատեսություն։ Շատ հետաքրքիր, հատկապես վերջին երկու հատվածը ինձ շատ հետաքրքրեց։ Սկսենք, թե ինչի մասին է խոսքը, ինչպես այս միտքը ծնվեց եւ ինչպես կարելի է այս երեք կախարդական խոսույթները, երևույթները որպես ցուցահանդես ներկայացնել, հետաքրքիր է։ Նախ սկսեմ այն կետից, որ Հայաստանի նկարիչների միությունը ունի տարբեր բաժիններ՝ գեղանկարչություն, քանդակ, գրաֆիկա, դեկորատիվ կիրառական արվեստ, թատրոն, կինո եւ հեռուստատեսություն եւ արվեստաբանական բաժին։ Եվ այս տարի մենք ծրագրել էինք տարբեր բաժիններ, որպեսզի կազմակերպեն ցուցահանդեսներ եւ մեզ մոտ մարտ ամիսը շատ բուռն էր այդ առումով։ Մենք մարտի 1-ը Գարնան առաջին օրը դիմավորեցինք Գարնանային սալոն ավանդական մեր ցուցահանդեսով։ Այնուհետև ունեցանք դեկորատիվ կիրառական արվեստին նվիրված ուրեմն ցուցահանդեսը։ Այժմ գործում է, ինչպես նշեցիք, թատրոն, կինո եւ հեռուստատեսություն, որին մասնակցում են մեր միության անդամները, տարբեր տարիքային ուրեմն արվեստագետներ են, ովքեր առնչվում են թատրոնի հետ, կինոյի հետ, հեռուստատեսությունը մի քիչ կաղում է, բայց ես վստահ եմ, որ հետզհետե այդ ուրեմն բնագավառն էլ ավելի ակտիվ ուրեմն կընդգրկվի եւ ցուցադրի իրենց կատարած աշխատանքները, որովհետեւ այնտեղ որտեղ հիմա մենք նստած ենք, դա նկարչի աշխատանք է եւ շատ հետաքրքիր աշխատանք եւ այս ամենը ցուցադրել շատ հետաքրքիր է, կարծում եմ արվեստասեր հասարակության համար։ Կարելի է գեղեցիկ տաղավարներ, լուսանկարներ ցուցադրել, օրինակ մերը։ Այո։ Իսկ այս ցուցահանդեսը որևէ կերպ կապ ունի, ընդամենը օրեր անց մենք պիտի նշենք թատրոնի միջազգային օրը, ուզում եմ հասկանամ որևէ զուգահեռներ տարվում են տոնի հետ թե ոչ, եւ եթե այո, ապա մենք ցուցահանդեսի շրջանակներում արդյոք որևէ կոնկրետ ժամանակաշրջանի անդրադարձել ենք եւ թատերային աշխարհի, եւ կինոաշխարհի, եւ նաեւ հեռուստատեսության հետ կապված, թե ազատ են եղել ստեղծագործողները եւ տարբեր ժամանակաշրջանի լավ իմաստով բախումներ մենք կարող ենք տեսնել ցուցահանդեսի շրջանում։ Ստեղծագործությունները ինչ ժանրի։ Դուք ատիպել եք դեր ասածը, ես չէի ֆիքսել, որ օրրանց պետք է լինի այդ օրը։ Ինչ վերաբերվում է ցուցադրությանը, կա ուրեմն դեկորացիաներ տարբեր ներկայացումների, կա տեխնիկային աշխարհից ուրեմն ներկայացումների ձևավորումներ եւ նաեւ տեխնիկներ, ուրեմն կոստյումներ, գեղանկարներ, որոնք միտված են եղել ուրեմն թատերական արվեստի։ Բեմանկարչական ինչ-որ լուծումներ նույնպես գուցե տեսնենք այդ։ Այո։ Իսկ զուգակցվում է հետաքրքիր է թատերական որևէ ներկայացումներով։ Այս տարի ոչ, բայց անցյալ տարի մենք ունեցանք նաև ներկայացում մեր հենց ցուցասրահում։
Բայց ամեն դեպքում դուք որպես միության նախագահ տեսնելով այդ աշխատանքները նաև նշեցիք, որ երիտասարդ ստեղծագործողներ էլ ունեք։ Արդյոք տեսնում եք որևէ ոգեշնչման աղբյուր, որը երիտասարդների մոտ գալիս է մի քիչ ավելի հին ժամանակներից, որովհետև շատ տարբեր են մոտեցումները կապված թատրոնի եւ կինոյի հետ, ինչ էր նախկինում, ինչ էր մի քիչ ավելի վաղը մի անցյալում, ինչ էր հիմա եւ ինչ է լինելի հետո։ Ինչ որ ոգեշնչման աղբյուրներ, դերասաններ, հստակ ռեժիսորների մոտեցումներ կամ բեմանկարիչների մոտեցումներ, արդյոք որևէ ազդեցություն կա երիտասարդների շրջանում։ Միանշանակ չի կարող չլինել, որովհետև ինչ էլ անես, հենվելու ես անցյալիդ վրա եւ այդ կապը նախկին, ասենք, ձևավորումների եւ այժմյան դա չի կարող ուղղակի կտրվել ինչ որ մի կետում, որովհետեւ դա մի օրգանիզմ է, ապրող օրգանիզմ է եւ ամեն դեպքում ստեղծագործական հիմքերից է երևի։ Ուրախալի է այն փաստը, որ նոր մոտեցումներ կան։ Այդ դա շատ ուրախալի է։ Գաղտնիք չէ, որ ես էլ թատերական աշխարհի հետ սերտ կապ եմ ունեցել, իմ հայրը Արմեն Սաֆարյանը տեխնիկային գործիչների միջազգային միության հայկական կենտրոնում։ Ու այդ պատիվը ունեցել տարիներ շարունակ աշխատելու եւ հիանալու նրա մարդ տեսակով արժեքներով եւ ես էլ նույնպես տարբեր ներկայացումների, ուրեմն դեկորացիաներ եմ իրականացրել, թե խմբի անդամ եմ եղել, թե հեղինակ եմ եղել եւ շատ լավ գիտեմ այդ աշխարհը եւ շատ գնահատում եմ այդ աշխարհի նվիրյալներին։ Պարոն Սաֆարյան, սերում եք այո արվեստագետների ընտանիքից, գեղանկարիչ պապ, պապի հայր, ապու պապ եւ նաեւ ձեր հայրը բեմադրիչ։ Հետաքրքիր է ավելի բեմում, թե այդ մոլբերտի առջև վրձինների հետ, որտեղ եք ավելի հարմարավետ զգում։ Արվեստանոցում մոլբերտի առջև։ Շատ լավ, այստեղ։ Ինձ նաև հետաքրքիր է, թե ստեղծագործողները ցուցահանդեսին ներառված միության անդամներ են, թե այսպես հավաքագրվել են տարբեր տեղերից։ Մեծամասնությունը միության անդամներ են, այդ բաժնի ուրեմն միության անդամներ։ Նշեցինք եւ մի քիչ մանրամասներ իհարկե ներկայացրեցինք մարտի 18-ից 23, թե ինչ պիտի տեղի ունենա այս ցուցահանդեսի շրջանակներում, բայց խոսենք մի փոքր միության ընդհանուր գործունեության մասին, նախ ինչպես է գնահատում ակտիվությունը, այցելուներ կան, չկան, գալիս են, չեն գալիս, ներքին խոհանոցից մի քիչ փակագծեր բացեք, ինչը շատ հետաքրքիր կլինի մեզ համար եւ իհարկե ինչ է սպասվելու հետո։ Արշվում է ապրիլ ամիսը, մայիսը ամենաբուրըն երևի ամենահետաքրքիր գործունեություն ծավալելու ընթացքն է տարվա համաձայն։ Եվ առհասարակ հետոն արդյոք ամուրներում է գեղանկարչության պատասխանել։ Այցելուների պակաս չունենք, Փառք Աստծո, ակտիվ է միությունը եւ այցելուներ ամեն օր կարող եմ ասել ունենք եւ շնորհակալ ենք, որ հետաքրքրված են Հայաստանի նկարիչների միության գործունեությամբ, մենք փորձում ենք լինել ակտիվ, հետաքրքիր նախագծերով հանդես գալ։ Իսկ նույն ակտիվությունը վերաբերում է նաեւ զբոսաշրջիկներին, այո, լավ ակտիվ է Երևանը այդ իմաստով։ Այո, քանի որ մենք գտնվում ենք քաղաքի սրտում եւ զբոսաշրջիկների առումով էլ այո, պակաս չունենք եւ դա շատ ուրախալի փաստ է։ Զուգահեռ այս ցուցահանդեսին ընթանում է նաև Էստամպ 2025 ցուցահանդեսը, խմբակային ցուցահանդես, գրաֆիկային նվիրված, տպագրական գրաֆիկային նվիրված, մասնակցում են մեծամասնությունը այստեղ արդեն երիտասարդներ են, ուսանողներ են, այս ցուցահանդեսը իրականացնում ենք արդեն որերորդ տարին է եւ հանձնաժողովով ընտրվում են արվեստագետները։ Շատ հետաքրքիր ցուցահանդես է նաև մեր Մարտիրոս Սարյան ցուցասրահը։ Այնուհետև օգտվելով առիթից մարտի 26-ին ժամը 17:00 կազմակերպում եմ իմ անհատական ցուցահանդեսը։ Երկար տարիներ նախապատրաստվում էի, բայց այդ ներքին խոհանոց, ինչպես դուք նշեցիք, թույլ չէր տալիս ավելի շատ ժամանակ տրամադրել իմ արվեստին եւ զբաղված էի նկարիչների միության աշխատանքով իմ գոլեգաների հետ միասին եւ այս վերջի 2 տարում արդեն որոշումը կայացրեցի ու պարզապես շնչել չէի կարողանում արդեն առանց նկարչության, առանց ստեղծագործելու եւ
մարտի 26-ին բոլորին սիրով հրավիրում եմ իմ անհատական ցուցահանդեսին, որը կոչվում է բնության փոխակերպում։ Ցուցահանդես ինձ թվում է հետաքրքիր կլինի, թե ինչ տեսակետով, թե ինչ կետից եմ ես տեսնում բնությունը։ Կգնաք եւ կվայելեք ու կբացահայտեք ինչպես է փոխակերպում, այո։ Շնորհակալություն պարոն Սաֆարյան, ունենք որևէ ավելացնելու բան, թե ձեր անձնական գործունեության ստեղծագործական ընթացքից, թե նկարիչների միության, որ գուցե բաց թողեցինք։ Եթե ավելացնելու բան ունեք, մի քանի վայրկյան մտածեք, բայց ես լրացում անեմ հարցի, այսօք միամսյակի շրջանակներում որևէ կերպ անդրադարձել է նկարիչների միությունը կանոնց, թե ոչ, եթե ոչ իհարկե դա։ Մեր բոլոր ցուցահանդեսներին մենք անդրադառնում ենք կանանց եւ մեծ ամասություն են կազմում ցուցադրվող աշխատանքների շարքում եւ իսկ ինչ վերաբերվում է առավել նորությունների, կարծում եմ 10 օրվա ընթացքում դուրս կգա արդեն մեր արվեստանոց պարբերականի 7-րդ համարը, որը սիրով ձեզ նույնպես կփոխանցենք։ Շատ շնորհակալ ենք, որ ժամանակ գտաք, ես բախտում եմ ձեզ մի հետաքրքիր բան, որպեսզի Հայաստան աշխարհի, հատկապես քաղաքամար Երևանի լուսաբացը, արևամուտը լինի շատ գունեղ ու շատ հետաքրքիր, երկնքում լինի բացահայտ կապույտը թե ամպերով ծածկված, միևնույն է թող լինեն հետաքրքիր գունային համադրություններ, որպեսզի այո, դուք անդադարնայիք եւ ստեղծագործեք։ Փոխադարձ։ Շնորհակալ ենք։ Մեզ մոտ աղավարում էր Հայաստանի նկարիչների միության նախագահ, գեղանկարիչ, հրաշալի մարդ Սուրեն Սաֆարյանը, նրան ճանապարհում ենք եւ շարժվում առաջ, մնացեք մեզ հետ։